Հորմուզի նեղուցի շուրջ վիճակը սպառնում է վերաճել գլոբալ էներգետիկ ճգնաժամի։ Իրանը Պակիստանի միջոցով փոխանցել է նոր առաջարկ Միացյալ Նահանգներին, կոչանելով դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ միջուկային թեման թողնել հաջորդ բանակցություններին։ Մինչդեռ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ բոլոր խաղաթղթերը մերն է եւ չի պատրաստվում դադարեցնել Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Զարգացումների մասին զրուցում ենք Իրանի հարցերով փորձագետ վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Եվ այսպես Թրամփը խոսում է ընդամենը 3 օրվա մասին, նշելով, որ այդ օրերի ընթացքում Իրանի նավթային համակարգը ամբողջական կխափանվի։ Սա իրատեսական տեխնիկական ռիսկ է, թե քաղաքական ճնշման հերթական գործիքներից մեկը։ Ես կասեի քաղաքական ճնշման հոգեբանական պատերազմի դաշտում հերթական գործիքներից մեկը ամբողջովին նման Թրամփյան հայտարարություններին այս 40-օրյա պատերազմին եւ այս քանի օրերի մոտ 2 շաբաթից ավել ձգվող զինադադարի շրջանում ինքը հաճախ է նման հայտարարություններ անում իդեպ հենց ամերիկյան այսպես կոչված վերլուծական շրջանակներից մեկը հայտարարել 13 օրվա մասին, այսինքն զուգահեռ Թրամփը հայտարարում է 3 օր, իրենք հայտարարում են 13 օր, բայց փաստը մնում է փաստ, որ հենց այսօր արբանյակային լուսանկարները, որոնք հրապարակվում են, ցույց է տվել, որ Խարքում, որը Իրանի նավթի արտահանման գլխավոր կենտրոնն է, արդեն 8 լցանավ բեռնավորվում են շարժվելու համար եւ Իրանն էլ հայտարարել է, որ պահեստները, իր նավթային պահեստները ամբողջովին վերահսկողության տակ են եւ ես կարծում եմ, որ դա ընդհանրապես հոգեբանական պատերազմի շրջանակում պետք է դիտարկել մյուս կողմի վրա, այսինքն Իրանի վրա, իրանական հասարակության վրա հոգեբանական ճնշում բանեցնելու նաև միջազգային հանրության մոտ, այսպես կոչված միջազգային հանրության մոտ, որովհետև դուք կարծում եք Թրամփը տեղյակ չէ, որ այնտեղ լցանավերը լցվում են։ Վստահաբար տեղյակ է, ասում եմ, այդ Թրամփյան ոճն է, ինքը կարող անել մեկ հայտարարություն, հաջորդ օրը մեկ այլ հայտարարություն, երրորդ օրը այս երկու հայտարարություններին լրիվ հակասող հայտարարություն, ու մենք պետք է սպասենք այդ ընթացքին։ Ինչպես եք մեկնաբանում Թրամփի հայտարարությունը, թե բոլոր խաղաթղթերը մերն են։ Իսկապես իրավիճակը Միացյալ Նահանգներն է վերահսկում, թե սա հոգեբանական ճնշման այդ շարքից է, ինչպես նշեցիք։ Շատ կարճ պատասխանեմ, բոլոր խաղաքարտերը մերն են, ինչ է նշանակում, եթե բոլոր խաղաքարտերը իրենցը լիներ, հիմա Իրանը պետք է իրենց նախապայմաններով մեկ նստած լիներ բանակցությունների սեղանի շուրջ, հենց ամերիկյան նախապայմաններով, եւ երկու Հորմուզի նեղուցը պետք է բացված լիներ։ Նստել է Իրանը բանակցությունների սեղանի շուրջ։ Ոչ։ Հորմուզի նեղուցը բաց է։ Ոչ։ Հորմուզի նեղուցը վերահսկում է Իրանը։ Այո։ Շրջափակումը Իրանի ծովային շրջափակումը տվել է 100%-անոց արդյունք։ Ոչ, մասնակի արդյունք է տվել, բայց իրանական նավեր եւ նաեւ այլ դրոշներով նավարկող նավեր կարողանում են ճեղքեն դա եւ անցնեն։ Դա նշանակում է, որ ոչ, դա եւս իրանական հարցը չի լուծվել, Իրանը նաև այնքան վստահ է զգում իրեն, որ արդեն պայմաններ է թելադրում, թե ինչպես պետք է լինի բանակցությունների ընթացքը, այնինչ որ ներկայացրեց Իսլամաբադին, որպես միջնորդ ներկայացվի փոխանցվի ամերիկյան կողմին։ Ինչպես կմեկնաբանեք Իրանի նոր առաջարկը փուլային տարբերակով Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, ռազմական գործողությունների դադարեցումը, միջուկային խնդիրն էլ թողնելով հետագա փուլերին։ Սա կարող է հաջորդ բանակցային ռաունդի հիմք դառնալ։ Իրանը դա է ցանկանում, որ սա պետք է դառնա հաջորդ բանակցային ռաունդի հիմքը, ինչպես նշեցիք, նախ Իրանի համար շատ կարևոր է ստանալ երաշխիքներ, որ այլևս բանակցությունների ընթացքում պատերազմական գործողությունները չեն վերասկսվելու։ Դառը փորձը կա երկու անգամ դավաճանություն դիվանագիտության նկատմամբ, այսինքն բանակցությունների ընթացքում միանգամից սկսվում են ռազմական գործողություններ։ Մեկ Իրանը պետք է ստանա այդ երաշխիքները։ Երբ այդ երաշխիքները, վստահելի երաշխիքները ստացավ, երկրորդ փուլը դա Հորմուզն է, որի շուրջ պետք է բանակցել։ Իհարկե ոչ թե այն պայմաններով, որ Միացյալ Նահանգները կամ Արևմուտքն է ցանկանում, Իրանը հստակ նշել է իր այն շրջանակը, որում տեսնում է Հորմուզի նեղուցում նավարկության հնարավորությունը իր վերահսկողության ներքո, եւ հենց այդ պատճառով էլ նաեւ ես նշեմ, որ արտգործնախարար Արաղչին Իսլամաբադից հետո այցելեց Օման եւ հետո վերադարձավ, որովհետեւ Իրանում համոզված են, որ այդ նեղուցի իրավական կարգավիճակը այսուհետ պետք է վերահսկեն թե Իրանը եւ թե Օմանը, որպես
սահմանակից ափամերձ երկրներ, եւ երբ այդ խնդիրներ լուծվեց, իրավական համակարգը հստակեցվեց, հետո նստենք, բանակցենք միջուկային խնդրի շուրջ, հասնենք ինչ որ միջին երևի լուծումի այս խնդրի հետ կապված։ Եվ կարևոր մի խնդիր կա, որ մենք պետք է անպայման հաշվի առնենք, երբ խոսքը գնում է միջուկային, այսպես կոչված խնդրի լուծման շուրջ, երկու հարց Իրանի համար կարմիր գիծ է։ Մեկ ուրանի հարստացման իրավունքը, որը երբևէ Իրանը չի հրաժարվելու, դա ձեռք է բերել, միջազգային օրենքով եւս ամրագրված է, ինքը չի հրաժարվելու դրանից, եւ երկրորդ այն ուրանը, որը Միացյալ Նահանգները 400 կիլոգրամ ուրանը, որը Միացյալ Նահանգները ձգտում է Իրանից հեռացնել, դա մնալու է Իրանում, հիմա դրա հարստացման մակարդակը կիչեցվի, թե ինչպես կվարվեն դրա հետ, դա արդեն այդ բանակցությունների թեմա է։ Այսինքն բացառում եք, որ ուրանը հարստացված ուրանը դուրս կգա Իրանից։ Ներկա դրությամբ ես բացառում եմ, այսինքն Իրանի կարմիր գծերից մեկն է։ Այլ հարց է, թե բանակցությունները ինչ ընթացք ունենան, Իրանը ինչեր կստանա, դիմացի կողմը ինչ կառաջարկի, դա արդեն ցույց կտա ընթացքը, բայց ներկա դրությամբ դա բացառված է։ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի ղեկավարության հանդիպման։ Ինչ եք կարծում, Ռուսաստանը կարող է փոխել ինչ-որ կերպ կամ ինչ-որ ձևով խաղի կանոնները, թե հնարավորությունները Ռուսաստանի Մոսկվայի հնարավորությունները սահմանափակեն։ Մենք պետք է մի կարևոր խնդիր նկատի ունենանք, որ Ռուսաստանը համարվում է Իրանի ռազմավարական գործընկերը։ Երկու կողմերի միջև կա ռազմավարական գործընկերության պակտ, համաձայնագիր։ Այս պատերազմի ընթացքում եւս Ռուսաստանի դիրքորոշումը շատ հստակ էր, անուղղակիորեն պաշտպանում էր Իրանին, նաեւ լոգիստիկ հնարավորությունները, որ տրամադրում էր Իրանին, եւ ամենակարևոր գործոններից մեկը դա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Բահրեյնի ներկայացրած հակաիրանական բանաձևի վետոն էր Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից։ Բնականաբար Ռուսաստանը այն խաղացողն է այս ամբողջ այսպես կոչված համայնապատկերում, այս խորապատկերում, որը կարող է այսպես թե այնպես ազդել գործընթացների վրա, կարող է օգնել մեղմելու կողմերի դիրքորոշումները, ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումները միմյանց։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ այս գործընթացում, բայց ոչ այնքան իմ կարծիքով, որը կարող է վճռորոշ լինել այս ամբողջ ընթացքի համար։ Միացյալ Նահանգներում էլ թվում է թե ամեն ինչ հարթ չէ։ Թրամփը դարձյալ շատ կոշտ հայտարարել է ՆԱՏՕ-ից դարձյալ դուրս գալու մասին։ Ինչ եք կարծում, սա արևմուտքի ճգնաժամի խորացման մասին է խոսում, թե այլ հարցեր կամ այլ նրբություններ կան, որոնց մասին միգուցե տեղյակ չենք։ Ես կարծում եմ, որ կա արևմտյան ճամբարում լուրջ ճգնաժամ, շատ լուրջ ճգնաժամ է ապրում արևմտյան ճամբարը։ Այն ճեղքը, որ ստեղծվել է արևմտյան ճամբարում նախագահ Թրամփի գործունեությունների պատճառով, դա գնալով ավելի է խորանում։ Իդեպ դա Իրանի դեմ հարձակումներից պատերազմից չէր սկսվել, դեռ կար Գրինլենդի հարցը, դեռ կար այն մաքսատուրքերը, որոնք նա նշանակել է արևմտյան հենց իր գործընկեր պետությունների համար, սկսած Միացյալ Թագավորություններից մինչ Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն սպառնալիքները, որոնք հնչում են այն մասին, թե մենք ենք, որ ապահովում ենք Եվրոպայի անվտանգությունը ՆԱԹՕ-ի ծախսերի մեծ մասը մեր վրա է։ Այսինքն Իրանը որևէ կերպ Իրանը ազդեցություն ունի։ Այո, կա հիմա օրակարգային թեմաներից մեկը բնականաբար Իրանն է, բայց այս ճգնաժամը Իրանից բացի ունի խորքային այլ նաև պատճառներ, որոնք պետք է հաշվի առնել։ Ես կարծում եմ, որ լուրջ վերաձևումների ականատեսը մենք կլինենք ապագայում հենց արևմտյան ճամբարում։ Չեմ ասում, որ արևմտյան ճամբարը կփլուզվի, նման հեռանկար ես անձամբ չեմ տեսնում դեռևս, չեմ կարծում փոխարինողը չկա դեռ չկա, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի համակարգը կփլուզվի, ոչ նման հեռանկար չեմ տեսնում կրկին, բայց կարծում եմ, որ առնվազն Եվրամիությունը գնալու է մտածելու է առնվազն այն մասին, որ պետք է ստեղծի նաև ՆԱՏՕ-ից ու Միացյալ Նահանգներից նվազագույն կախվածությունը ունեցող անվտանգային մի համակարգ։ Այս ընթացքը գոնե դա է ցույց տալիս։ Այս պահին Հորմուզի նեղուցում տեղի ունեցողը տնտեսական ճգնաժամ է, թե տնտեսական պատերազմ է, թե ռազմական գլոբալ պատերազմի նախաշեմ։
Նախերգանք։ Դերևս տնտեսական պատերազմ է, ես պետք է մի բան էլ նաև շեշտեմ, որ ռազմական գործողությունները չեն դադարեցվել, դրանք սառեցվել են ընդհանրապես։ Այսինքն ցանկացած պահի մենք կարող ենք ականատեսը լինենք մանավանդ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, ինչու՞ չէ նաև եթե Իրանը զգա այդ վտանգը, որ հայտնվելու է հարվածի ներքո, նախահարձակ լինելու այդ գործողություններին, որոնք կվերսկսեն բնականաբար պատերազմական գործողությունները։ Այդուհանդերձ հիմա մենք գտնվում ենք տնտեսական, այսպես կոչված պատերազմի փուլում, երբ երկու կողմերը օգտագործելով այդ հորմոզի, այսպես կոչված խաղաքարտը, Միացյալ Նահանգները փորձելով շրջափակել Իրանի նավահանգիստները, իսկ Իրանը թույլ չտալով, որպեսզի որևէ նավ անցնի հորմոզի նեղուցից, փորձում են այսպես կոչված այդ տնտեսական պատերազմում ունենալ առավելություն։ Նավթի գների աճը ռեկորդային է արդեն եւ կարող ենք ասել, որ սա ցույց է տալիս համաշխարհային էներգետիկ ճգնաժամի սկիզբը եւ որ կետում կարող ենք ասել, որ գլոբալ էներգետիկ շոկ կարող է առաջանալ համաշխարհային։ Բնականաբար ես տնտեսագետ չեմ, մանավանդ էներգետիկայի ոլորտին, բայց կարծում եմ, որ այդ գլոբալ շոկը մոտենում է եւ մենք մի կարեւոր թեմա եւս պետք է նկատի ունենանք։ Այս տնտեսական շոկը չի վերաբերում միայն եւ միայն էներգետիկ ոլորտին։ Մենք չմոռանանք, որ պարարտանյութերը օրինակը ես մի օրինակ ասեմ, պարարտանյութերի մոտավորապես 30%-ը արտահանվում է մեր նորից Պարսից ծոցի երկրների միջոցով եւ այդ ընթացքն էլ կասեցվել է։ Հիմա տեսեք այդ ընթացքը ինչ հետևանքներ կարող է ունենալ, գրեթե հյուսիսային կիսագնդում սկսում է գյուղատնտեսական սեզոնը, ինչ հետևանքներ կարող է ունենալ գյուղատնտեսության վրա եւ հիմա արդեն մասնակիցները խոսում են, որ եթե այս ճգնաժամը այսպիսով ձգձգվի եւ շարունակվի, մենք կարող ենք սննդի առումով լուրջ խնդիրների դեմ կանգնել, այսինքն միջազգային հանրությունը կարող է լուրջ խնդիրների դեմ կանգնել։ Սա եւս պետք է նկատի ունենանք։ Այսինքն ճգնաժամը դեռ մոտենում է իր գագաթնակետին, թե արժևում ավելի բարդ փուլեր են սպասվում։ Վերելք է ապրում, ես կարծում եմ այս ընթացքը եթե շարունակվի, արժևում ավելի բարդ փուլեր են սպասվում եւ կարող է մոտենալ իրապես այն գագաթնակետին, որը առանցքային նշանակություն կունենա միջազգային տնտեսության համար բոլոր ոլորտներում։ Նշեմ, շեշտեմ բոլոր ոլորտները, ոչ միայն էներգետիկ ոլորտը։ Կրկին վերադառնանք Թրամփի հայտարարությանը, երբ ասում են խաղաքարտերը, բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում են։ Այսուհանդերձ ինչու Միացյալ Նահանգները դեռ չի կարողանում լուծել Իրանի հարցը, իրանական հարցը։ Վերադառնանք նույն այն բանին, որ Թրամփային ոճի հայտարարություններ, բոլոր խաղաքարտերը իմ ձեռքում են, ես հաղթում եմ, ես ամենակարողն եմ եւ Այն որ Միացյալ Նահանգները իրոք գերհզոր պետություն է։ Այո, գերհզոր աշխարհի թիվ 1 պետությունն է, կասկած չկա, թիվ 1 բանակն է, կասկած չկա, բայց արդյոք այս թիվ 1 պետությունը եւ այս թիվ 1 բանակը չպարտվեց Վիետնամում, ինչ վիճակում մատնվեց Աֆղանստանում, ինչ վիճակի մատնվեց Իրաքում, սրանք բոլորը պետք է նկատի ունենանք։ Իրանը համեմատելի չէ ոչ 20-րդ դարի Վիետնամի հետ, 1960-ականների Վիետնամի հետ, ոչ համեմատելի է 21-րդ դարի Աֆղանստանի եւ Իրաքի հետ համեմատության եզրեր չկան։ Եվ մի բան պետք է նկատի ունենանք, ամերիկյան բանակի տրամաբանությունը գոնե 21-րդ դարի գործողություններում կառուցվել է, այսպես կոչված բլից գործողությունների եւ հաղթանակների տրամաբանության վրա։ Հիմա այդ ամեն ինչը խախտվել է։ Համապատասխան ռազմավարությունը դրա փոխարինելու դեռևս գոյություն չունի։ Ես չգիտեմ այս երկու շաբաթներում ինչ է տեղի ունեցել։ Լուրերում կար, որ այսօր քննարկում է տեղի ունենալու քաղաքական եւ ռազմական անվտանգային թիմը, այսպես կոչված Թրամփի ներկայությամբ քննարկում է ունենալու Իրանի թեմայով։ Երկուշաբթի հայտարարությամբ է հանդես գալու, ինչ հանդես կգա, ինչ կա, ինչ մոտեցում են ունենալու, պետք է սպասենք այդ հայտարարությանը, որը մոտավորապես ցույց կտա թե ինչ ընթացք կարող է ունենալ, բայց այնուամենայնիվ այս ընթացքում այդ այսպես կոչված ռազմավարությունը գոյություն չի ունեցել։ Ու մենք չմոռանանք մի կարևոր խնդիր, շատ կարևոր խնդիր է, որը հենց նախորդ հարցին էլ է վերաբերվում միջազգային տնտեսությանը։ Իրանը ունի մեկ շատ կարևոր խաղաքարտ, որը անուղղակի կարող է խաղարկել, դա Բաբ-էլ-Մենդեբի նեղուցն է, որը ոչ պակաս ստրատեգիական նշանակություն ունի, քան Հորմոզը։
ժամանակին Եմենն էր, հիմա նաև Սոմալին է։ Սոմալիում կան այդ կորիզները արդեն ստեղծվել են, այսինքն Եմենը եւ Սոմալին եւս կարող են փակել այդ նեղուցը, հետո կտեսնենք թե ինչ է կատարվելու միջազգային տնտեսության համար, ինչ շոկ է լինելու դա։ Էնպես որ խոսել բոլոր խաղաքարտերը իմ ձեռքում են, անտրամաբանական է։ Դուք առաջիկայում ինչ եք կանխատեսում բանակցությունների հաջորդ փուլ լինելու է։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ հանդիպում տեղի կունենա, երբը չգիտեմ, բայց դա առիթ եմ ունեցել նշելու եւ կրկնում եմ, դա անհրաժեշտ է Թրամփին, մենք չմոռանանք, որ արդեն այդ 60-օրյա ժամկետը առանց սենատի թույլտվության պատերազմական գործողությունները սկսելուն ավարտվել է, դա լուրջ մարտահրավեր ավարտվում է, լուրջ մարտահրավեր է լինելու Թրամփի համար, մենք չմոռանանք, որ Թրամփը այցելելու է, մի քանի օրից պետք է այցելի, նախատեսված է իր այցը Չինաստան, նա պատերազմական վիճակում կամ առանց որևէ, այսպես կոչված արդյունքների գոնե ձևական բանակցությունների Չինաստան չի ցանկանա տրամաբանորեն այցելել։ Մենք չմոռանանք, որ արժևում կա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ դա չի կարող տեղի ունենալ պատերազմական պայմաններում, աշխարհում մի գլոբալ պատերազմի պայմաններում աշխարհի առաջնությունը անցկացնելը մի քիչ անիմաստ է թվում, նման գլոբալ, երբ հյուրընկալ կողմերից մեկը ներքաշված է մեծ պատերազմում։ Սա շատ կարևոր գործոն է, իմ կարծիքով չպիտի անտեսել։ Դեռ չեմ խոսում նոյեմբերյան ընտրություններ եւ Այդպես որ ես կարծում եմ այս ընթացքը հրադադարային է գծկվի եւ միգուցե այս ընթացքում նաեւ ինչ որ բանակցային ռաունդ, հերթական ռաունդ տեղի ունենա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ առաջիկայում թեժ պատերազմական գործողությունների պետք չէ սպասել։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ դեռևս պետք չէ սպասել դրանց։ Իհարկե նշեմ, մի կարևոր հանգամանք կա, հակառակ Իրանի հակառակորդ կողմում, թե Միացյալ Նահանգներում, թե Իսրայելում կան երկու ղեկավարներ, որոնք անկանխատեսելի են։ Սա շատ կարևոր գործոն է այս պատերազմում, թե Թրամփը, թե Նեթանյահուն։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Իրանի հարցերով փորձագետ վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ։ Ցտեսություն։